Պարոն Կոնջարյան, հարկավ նման մարդ գոյություն չունի, որ ամեն ինչ իմանա, մանավանդ եթե խոսքը բերում է պարզ տեղեկատվության։ Բայց կա մի պարզ ճշմարտություն։ Եթե որևէ ձեռնարկություն աշխատում է վնասով, ինչ-որ մեկը պետք է այդ վնասը փակի։ Դա կամ պետք է արտաքին պարտք ներգրավես, կամ բաժնետերը պետք է գումար հատկացնի։ Ու եթե կամ պետք է բաժնետերը վնաս հատկացնի, կամ պարտք վերցնես։ Բաժնետերը հայփոստի սելյայնակիցներ, պետությունն է, հիմա հարցը ինչի տվեցինք, ինչի էս ամեն ինչը սկսեց, չէ, ակնհայտ է, հանրային հնչեղություն ունեցող մարդ, ձեզ հարց են տալի, դուք ձեր պատասխանի մարտավարությունն ինչ էր, ասածներն ավելի շատ են աշխատել և ընդհանրապես բյուջեից փող չի ստանում, ինչ եք ուզում, բայց հաշվի առնելով այն պարզ հանգամանքը, որ Փակ բաժնետիրական ընկերության հայփոստի բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է, հանրությունն է ֆինանսական հետևանքների կրողը, թե հաջողությունների և թե ձախողումների։ Ընկերությունը կես միլիարդի վնաս է ունեցել, անցյալ տարի ավելի շատ է ունեցել, մի տարի առաջ մի փոքր հաջողություն է ունեցել, հետո ավելի մեծ վնաս է ունեցել, և ահա վնասով աշխատող ընկերության ղեկավարը ստանում է ավելի շատ փող, քան երկրի նախագահն և վարչապետը միասին վերցրած։ Գումարը, որը հանրությունը, ժողովուրդը վճարում է այդ ընկերությանը և այդ պաշտոնյային, ավելի շատ է, քան հանրությունը վճարում է երկրի նախագահի և վարչապետին։ Միթե դա հարցեր չի առաջացնում, իհարկե առաջացնում է։ Ինչքան էր վճարում մասնավոր կառավարողը, հեչ կարևոր չի, հանրության վրա ինչքանը գումար է նստում։ Լավ, պարոն Կոնջարյան, դուք հայտնի եք նրանով, որ որոշակի գեղեցիկ արտահայտություններ եք մտցնում ազգային ժողով։ Արտահայտություններից մեկ հիշում եք քաղաքական հայդուկ նորել դինոզավր ասեցիք, այսինքն մարդիկ քաղաքական ուժ, ովքեր այսինքն հետևողականորեն նույն գաղափարախոսությանը հետամուտ են լինում։ Դանի պատասխան մի ուրիշ տերմիներ ես եմ մտցել, քաղաքական քամելեոն։ Քամելեոն, այսինքն մի կենդանի, ով շատ ճկուն փոփոխվում է արտաքին իրավիճակի փոփոխությունների լույսի ներքո։ Եվ հիմա հարց է, ավելի լավ է լինել քաղաքական քամելեոն, թե քաղաքական հայդուկ։ Քամին որտեղից փչի, այդ գույնը ընդունես։ Իմ գործընկերները նշեցին, թե դուք քաղաքական ինչ ճանապարհ եք անցել, ձեր որոշելիքն է։ Դա է ձեր արժեքային համակարգը։ Բայց դրանով հանդերձ դա ձեզ իրավունք չի տալի մյուսներին պիտակավորել։ Այո, փոփոխությունը անհրաժեշտ է։ Եթե փոփոխություն չլինի, չի լինի առաջընթաց։ Բայց շատ հետաքրքիր է, որ փոփոխությունների քամին բռնում են այն դեպքում, եթե դա բխում է սեփական շահից։ Նույնը վերաբերում է նաև ձեր քաղաքական ուժին։ Ասում ենք սենց եղավ, դե մենք սխալվել ենք։ Մենք սենց էինք մտածում։ Մենք մտածում էինք ինչպես դաշնակցականներ, չէ, ինչպես դաշնակցականներ չէիք մտածում, եւ ոչ էլ գործում էիք։ Որովհետև այն վնասը, որը դուք դրեցիք, որևէ մեկ ուրիշ չի բերել։ Եվ հիմա, քանի որ հարց ու պատասխանի ընթացքում ժամանակ չեղավ պատասխանելու, այդ հարցն արծացելու, ես սենց խոսեմ, ակնկալելով, որ ինչ-որ մի բանով կանդրադառնաք նաև իմ այս ասածին։ Դուք ասում եք, մենք գիտակցել ենք մեր սխալը։ Ոմանք ձեր կուսակցությունից ասում են, մենք նաև մեղահական ենք եկել։ Ես հիմա ուզում եմ հասկանամ, երբ եք մեղահական եկել։ Քանի անգամ Նիկոլ Փաշինյանն ասել, ես պատասխանատու եմ, բայց արդյոք ես մեղավոր եմ։ Ես ուզում եմ ասել է։ Ես փորձում եմ մեղադրական եզրակացություն գրել, չկարողացա, միգուցե ինձ օգնեք։ Հետ էլ մի ուրիշ արտահայտություն, տեղ բառերը կարող եմ մի քիչ խառնեմ, բայց իմաստը դա է։ Այսինքն դուք ինչ եք ասում եք, հա, մեղավորներ պատասխանատու են, բայց կան մեղավորներ։ Ովքեր են այդ մեղավորները։ Դե իհարկե նախկիններն են ձեր տրամաբանությամբ։ Բայց հիմա որ դուք ասում եք, մենք մեր սխալը գիտակցեցինք, դուք էլ ձեր սխալը գիտակցեք։
Մեր ոչ մի սխալ այդ հետևանքը չի ունեցել, եւ ինչը որ մենք ընդունել ենք, որ սխալ ենք արել, անկեղծ ընդունել ենք, այլ ոչ թե ասել ենք, գիտես ինչ կա, պատասխանատու ենք, բայց մեղավոր չենք։ Եվ այդ նույնը հիմա կապեմ խաղաղության հետ, ասում եք առաջի անգամ ժողովուրդը ընտրություն կատարեց խաղաղ պայմաններում։ Որն է խաղաղ պայմանները, որ թշնամին քո տարածքում է գտնվում։ Այդ Գորիսում բուն դրած ադրբեջանցիները չսովածացան դեռ, հիշում եք ձեր շտաբի պետն ինչ էր ասում։ Հեսա ասում ա կսովածանան կգնան տուն։ Ջերմուկում ներողություն եմ խնդրում, ջերմուկում ասում են հեսա կսովածանան կգնան տուն։ Որ դեպքում է խաղաղություն, եթե թշնամին նման լկտի ձևով միջամտում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, պարտադրում է, որ մենք փոխենք մեր սահմանադրությունը։ Խաղաղությունը եւ անդորը տարբեր բաներ են։ 100-ամյա պատերազմը, որ եղել է Անգլիայի եւ Ֆրանսիայի միջև, ու չի նշանակում ամեն առավոտ անգլիացիները եւ ֆրանսիացիները ռեժիմով գնացել են կռվել են իրար հետ։ Եղել են մարտական գործողություններ եւ եղել է Անդորի ժամանակաշրջան։ Մենք Անդորի ժամանակաշրջանի, դադարի ժամանակաշրջանի մեջ ենք, բայց սա խաղաղություն չի։ Խաղաղություն կարող է հաստատվել միայն, եթե կողմերի կենսական շահերը եւ իրավունքները պաշտպանված են, կենսական շահերը։ Իսկ Ադրբեջանը անընդհատ մղում է դեպի եզր, անընդհատ իր պայմանները ավելացնում եւ ավելացնում։ Թրիփի մասին խոսեց ձեր կուսակիցը, ձեր կարծեմ պարոն Աղաջանյանն էր։ Հիմա ակնհայտ է, չէ՞ Թրիփը ինչպես տեղի ունեցավ, ինչին 95 թվականին ապրիլ-մայիս ամիսին ադրբեջանցիները ռմբակոծում, ինչու Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ պետք է քայլեր են ձեռնարկում, որ Հայաստանի նկատմամբ ներխուժումը դադարեցնենք, կանխենք։ Հետո բացառապես վերջերս, երևի մի շաբաթ առաջ Al-Monitor-ի վստահ մոտվածը կարդացել եք, երկու անանուն աղբյուր ինչ են ասել, ինչպես բացվեց Թրիփը, եւ դա դուք կոչում եք խաղաղություն։ Եվ դա դուք կոչում եք խաղաղություն առանց կոնսպիրոլոգիայի։ Կրկնում եմ, խաղաղություն կլինի մի դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք կան կողմերի միջև, լուծվեն այնպես, որ բոլորի կենսական շահերը պաշտպանվեն։ Այն ինչ դրված է սեղանին, որը դեռ նախաստորագրված է ընդամենը, այն պահանջները, որ Ադրբեջանը ներկայացնում է, մեր կենսական շահերին հակասում են։ Այլ խնդիր է, որ դուք պատերազմի սպառնալիքով ժողովրդին վախեցեցիք եւ զրկեցիք ազատ կամքով ազատ ընտրությունների մասնակցել։ Ադրբեջանը եւ դուք կառավարությունները ժողովրդին բերեցիք մի վիճակի, որ վախի պայմաններում չկարողացան ճիշտ կողմնորոշվել։ Չքվեարկեք, այսքան էլ ճիշտ, չքվեարկեք այս մի ուժին, այլապես կլինի պատերազմ, դա նշանակում է ընտրության իրավունքի սահմանափակում։ Սան էլ գումարենք փառապանց ուժային կառույցների գործողությունները։ Ինչևէ, տիկնակ եւ պարոնայք, Հայաստանի Հանրապետությունը զելայնակիցներ խաղաղ պայմաններում չի ապրում։ Եվ եթե մենք այս իրականությունը փորձում ենք չտեսնելու տալ, վարում ենք ջայլամի քաղաքականություն, ամեն հաջորդ օրը ավելի ծանր մարտահրավերներ է մեզ բերում, քան թե յուրաքանչյուր նախորդ օր։ Պետք է առերեսվենք ճշմարտության հետ, ճիշտ գնահատենք իրականությունը, որպեսզի այդ իրականությանը հարիր լուծումներ գտնենք։ Շնորհակալություն։